Սիրելի հայրենակիցներ և գործընկերներ, ազգային ժողովի հաստատմանը ներկայացված ծրագիրը սկսվում է հետևյալ հայտարարությամբ։ Կառավարությունը առաջնորդվելու է իրական Հայաստանի գաղափարախոսությամբ, որը հունիսի 7-ին տեղի ունեցած համապետական ընտրություններում ստացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի հավանությունը։ Այս ինքնավստահ հաստատումից առաջ, պարոն Փաշինյան, հիշեք, որ ձեզ քաղաքական մեծամասնությանը ձայն է տվել ընտրության իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդամենը 29%-ը։ Նաև հիշեք, որ տեղի է ունեցել ժողովրդավարական հասարակությունների համար հանցավոր մի իրողություն, խլվել, իսկ ավելի շուտ գողացվել է 60,000 ընտրողների սահմանադրությամբ երաշխավորված ընտրության իրավունքը։ Ոչնչացվել է ազատ կամ արտահայտության սկզբունքը, ինչը լեգիտիմության մեծագույն հարցական է դնում թե խորհրդարանի և թե պետական ողջ համակարգի վրա։ Ակնհայտորեն ընտրությունները տեղի են ունեցել առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների Սամվել Կարապետյանի, Ծառուկյանի, Թևանյանի և ուրիշների կալանավորման, քրեական հետապնդումների, ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների հալածանքների, թիրախավորման և համատարած վախի մթնոլորտում։ Ընդամենը 3 այս ամբիոնից դուք հերթական վրեժխնդրության, իսկ ավելի շուտ վենդետայի այսպես անոնսը տվեցիք և այսօր առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ն հայտնվեց Քոչարյան ընտանիքի բնակարանում։ Իդեպ, հանրային բևեռացման քաղաքական հետապնդումների, ատելության խոսքի, բռնության մթնոլորտի բարձր աստիճանը արձանագրվել են նաև միջազգային դիտորդական առաքելությունների կողմից։ Պետական գաղափարախոսությունները պատմականորեն բնորոշ են հատկապես այն ավտորիտար ռեժիմներին, պարոն Փաշինյան, որտեղ պետությունը քաղաքացիներին պարտադրում է գաղափարների շրջանակ։ Կարծում եմ պիտի որ այս մասին իմանաք։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածը երաշխավորում է գաղափարախոսական բազմակարծություն։ Ուստի պիտի արձանագրենք, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը ոչ այլ ինչ է, քան ՀՀ քաղաքացիներին պարտադրվող քաղաքացիական պայմանագրի ոչ հայկական ծագման իդեոլոգիան և չկա որևէ իրավական ակտ, որով այս գաղափարախոսությանը պաշտոնական կարգավիճակ է շնորհվել։ Եվ այնուամենայնիվ, եկեք մտածենք, ինչի մասին է այն և ինչ հեռանկար է սպասում Հայաստանի անկախ պետականությանը։ Այդ հեռանկարի մի մինի պատկեր բնականաբար այսօր առավոտյան ականատեսն ենք եղել։ Դուք ասում եք դադարեք Հայաստան փնտրել, հակագիտական, հակապետական և հակազգային այս միտքը երեք այս ամբիոնից հնչեց, բայց մենք ոչ ինքնություն և քաղաքակրթական ժառանգություն չունեցող մանկուրդ չենք, ոչ էլ կենտրոնական Ասիայի անապատից սերող քոչվոր խաշնարած, որ հիշողություն չունենանք, և մերը մերն է, մեր հազարամյակների հայրենիքը, այո, պարոն Փաշինյան, մերն է, մեր հազարամյակների հայրենիքը օծված լուսավորչի ամարասով և մեր որդիների արյամբ հեղեղված հողով։ Եվ ինչ համարձակությամբ և անպատասխանատվությամբ եք հնչեցնում ժողովրդին կամը զրկող այն թշնամական նարատիվը, թե Արցախյան շարժումը Հայաստանը զրոյացնելու նախագիծ էր։ Կրկնում եմ, թշնամական նարատիվը։ Սա ասում է մի մարդ, որին նույնիսկ Ալիևն է մեղադրում պատերազմը սադրելու մեջ։ Ասում է մի մարդ, որ Հայաստանի սուբյեկտայնությունը զրոյացրել է, ով երկրի անվտանգային խնդիրների լուծման բանալին տեսնում է սողացող կապիտուլյացիայի, մեր ինքնությունից հրաժարվելու մեջ և ամենասարսափելին, զոհի և ոճրագործի միջև դնելով հավասարության նշան։ Ինչու մենակ մնացինք թշնամու դեմ, երեկ այս հարցն էլ հնչեց։ Այդ հարցը գուցե ձեզ տակ և խոստովանեք, որ պատճառը ձեր սեփական զրո կետն է, անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը, ձեր ոչ պրոֆեսիոնալիզմը, ներազգային պառակտումը և այսօր էլ շարունակվող վրեժի ծարավը։ Ազգային իղձերով ապրելու կարիք չկա, սա է ձեր փիլիսոփայությունը, հաց և տեսարաններ։ Դպրոցներից հեռացնել փառքի անկյուններն ու դրանք փոխարինել լավ ապրելու գրառումներով։ Չտեսնել սեփական մեղքի հետևանքները, շարունակվող կորուստների շղթան, վերացարկվել այս ամենից և հայտարարել
հաստատված խաղաղության մասին։ Ես եւ հազարավոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հարցնում ենք, այդ որ հաստատված խաղաղության մասին եք խոսում։ Երբ օգոստոսի 8-ի թանակը չչորացած Ալիևը զգուշացնում է Հայաստանին, փոխեք սահմանադրությունը, հակառակ դեպքում կարող եք հետևանքներ կրել։ Կրկնում եմ, հակառակ դեպքում կարող եք հետևանքներ կրել։ Հետո գալ եւ այս ամբիոնից ժողովրդին ներշնչել, թե ինքն է նոր սահմանադրության պատվիրատուն։ Ում եք մոլորեցնում։ Իսկ գուցե ավելի վատ, պետությունը եւ դուք չունեք ունակությունը գնահատելու իրական սպառնալիքները եւ կառավարել դրանք։ Դուք նաև հոգեպես եք կապիտուլացված, պարոն Փաշինյան, ասեմ թե ինչու։ Այլապես ինչպես մեկնաբանել Նախիջևան հինավուրց հայերեն բառի թուրքերեն հնչողությունը, որը երեք շատ ակնհայտ հրճվանքով մի քանի անգամ հնչեցրեցիք եւ արտասանում եք այստեղ։ Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից հնչող սպառնալիքների դեմ Հայաստանի եւ ձեր միակ հակազդեցությունը 29700 կիլոմետր թվի բարձրաձայնում է եւ այդ ուրեմն ուրվագիծը կրծքանշանը ձեր օձիքին։ Մինչդեռ տարածքի նույնականությունը կամ թիվը դեռ անվտանգային երաշխիք չէ, ինչպես եւ քարտեզը երաշխիք չէ։ Դուք մոռացել եք, որ այս պահին Ադրբեջանի օկուպացիայի ներքո են Հայաստանի ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս կազմող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Ամենակարևորը, չի կարող խաղաղությունը տևական լինել, երբ այն կառուցվում է շարունակական զիջումների եւ երկրի հեռանկարի հաշվին։ Չի կարող խաղաղությունը արդար լինել եւ այս պահին Բաքվում հայ ռազմագերիներ կան եւ դատվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Դատվում է Հայաստանի Հանրապետության եւ մեզանից յուրաքանչյուրի արժանապատվությունը։ Ոչինչ չէ այն խաղաղությունը կամ այն համաձայնագիրը խաղաղության, որը չի ներառում գերիների եւ բռնի տեղահանվածների վերադարձի խնդիրը։ Միջազգային պրակտիկայում չկա, չէ գտնի երկարատև խաղաղության ապահովման որևէ ճիգ փորձ, որը չի ներառում արդարության ապահովման միջազգային մեխանիզմները։ Իդեպ այդպես էլ չլսեցինք, թե մեր միջազգային 5 հայտերը միջազգային ատյաններում ինչ ճակատագրի են արժանանալու։ Դուք աշխարհի հետ խոսում եք խեղճի, սեփական իրավունքներից եւ քաղաքական ամբիցիաներից հրաժարվածի կեցվածքով։ Մինչդեռ ներազգային կյանքում պետությունը դարձրել եք ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պաշտպանված չէ եւ չի հավատում իր վաղվա օրվան։ Այո, հանրային վստահությունը կառավարության նկատմամբ շարունակում է նվազել եւ հարցվածների մեծ մասը գտնում է, որ Հայաստանը շարժվում է սխալ ուղղությամբ։ Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության պաշտպանության տեսանկյունից կառավարության ծրագիրը չունի որևէ չափելի տեսլական։ Մինչդեռ ոստիկանական բռնությունները, խոսքի ազատության նահանջը, սելեկտիվ արդարադատությունը, քաղաքական բանտարկումները, անմեղության կանխավարկածի համատարած խախտումները, ընդհանրապես սահմանադրության ոտնակող անելը ամենօրյա բնույթ են կրում։ Հայաստանը շարունակում է լինել գործադիրի ձեռքում կենտրոնացած կիսաազատ հիբրիդային երկիր, ինչպես ձեր սիրած նախկինների ժամանակ էր, զրո փոփոխություն, որոշ առումներով նույնիսկ նահանջ։ Մի տարբերությամբ ես քաղաքական հնաբնակ եմ եւ երբեք չեմ հիշում, որ այս ամբիոնից որևէ նախագահ, որևէ վարչապետ քաղաքական խոսույթը իջեցներ այս մակարդակի, հայհոյախոսության մակարդակի, որ այս ամբիոնից վրեժխնդրության եւ հաշվեհարդարի ցուցումներ տար իրավապահ համակարգին, որ այս ամբիոնից այդքան գեներացներ ատելության եւ բռնության խոսքը, որ այսքան խոցելի դարձներ ընդհանրապես պետական ինստիտուտները եւ նրանց հեղինակությունը։ Անկեղծ ասած, ես ինքս շատ եմ փորձում պատմության մեջ գտնել ձեզ համարժեք հերոսների եւ գնացել հասել եմ հին աշխարհ, Ներոնին եւ Հերոստրատին։ Հռոմը այրվում էր, բայց ասում են Ներոնը ջութակ էր նվագում եւ երկիրը քայքայված էր պարակտումի, բսկտումի ժամանակ Ներոնը իրեն այսպես հռետոր եւ կարկոտ բանաստեղծ էր համարում եւ արդյունքում ունեցան այն, որ պարակտվեց հին Հռոմը։ Նաեւ պատմության մեջ մնալու մեծ մաղձ իղձուներ Հերոստրատը, այրելով Արտեմիսի տաճարը։ Եվ պատմությունը դրանց հիշում է որպես քայքայիչ, կազմաքանդող
ինչ ասեմ, դիվային երազանքներ ունեցող հերոսների։ Մի անհանգստացեք, դուք եք մնալու պատմության մեջ, միանշանակ դուք մնալու եք պատմության մեջ, եւ ձեր հետագիծը նույնքան տխրահռչակ է եւ արյունոտ։